Мгм. Мгм. Хорошо, братья. Рад снова вас видеть. Сегодня, на этой неделе, мы рассмотрим послание к римлянам. Լավ եղբայրներ, ուրախ եմ ձեզ տեսնել մեկ անգամ եւս այս շաբաթ կուսումնասիրենք Հռոմացիներին թուղթը И, возможно, ни одна книга Библии не является более глубокой в провозглашении спасительной истины, чем послание к римлянам. եւ երևի թե Աստվածաշնչյան գրքերից ոչ մեկը ավելի խորը չէ, քան Հռոմացիսը ավետարանի հռչակման այդ ճշմարտության մատուցման մեջ։ И это наиболее такое полное, последовательное изложение учения о спасении. Եվ սա իրենից ներկայացնում է մանրամասն շարադրություն փրկության վարդապետության մասին։ И часто римляна называют Пятым Евангелием. Եվ շատ հաճախ հռոմացիները անվանում են 5-րդ ավետարանը։ И поэтому эта книга, отвечает на ряд важных вопросов. Почему люди нуждаются в спасении? Այս գիրքը պատասխանում է մի շարք կարևոր հարցերի, ինչի համար մարդիկ ունեն փրկության կարիք, Что Бог сделал, чтобы восполнить эту нужду? ինչ է Աստված արել, որպեսզի այդ կարիքը լրացնի, И как мы, будучи потерянными и осужденными, можем воспользоваться Божьим спасением. Мгм. եւ ինչպես մենք ներկայացնում է թուղթը, թե ինչպես մենք լինելով դատապարտված կորստի կարող ենք այդ փրկությունը ունենալ И также, как праведный и справедливый Бог может остаться праведным и справедливым, оправдывая неправедного и несправедливого человека. նաեւ այն հարցին է պատասխանում նամակը, թե ինչպես կարող է արդար Աստվածը մնալով արդար արդարացնել անարդար մարդուն։ Так. И также в истории церкви эта книга имела такое большое влияние на многих людей. Եվ նաև եկեղեցու պատմության մեջ այս գիրքը շատ մարդկանց վրա ազդեցություն է ունեցել։ Августин, он обратился благодаря чтению этой книги. Օգոստինոսը դարձի է եկել այս գրքի ընթերցանության շնորհիվ։ Также Мартин Лютер, когда он был в поиске истины, ему посоветовали, чтобы он прочитал это послание, и читая, он увидел истину Евангелия. Եվ նաև Մարտին Լյութերը, ով երբ գտնվում էր իր ճշմարտության փնտրտուքների մեջ, խորհուրդ է տրվում իրեն, որ նա կարդա այս գիրքը եւ կարդալով նա արդեն բացահայտում է ավետարանը։ Ну, я никогда не думал ставить себя в ряд с этими великими мужами веры. Ես երբեք չեմ մտածել ինձ այս հավատքի մեծ մարդկանց հետ դնել նույն հարթակի վրա, նույն հարթության вրա, Но в Божьем провидении моего прихода к Господу послание к римлянам было последней каплей, которая привела меня к покаянию. բայց ինչ վերաբերվում է ինձ, նույնպես Հռոմացիների թղթի ընթերցանությունը վերջին այդ կաթիլն էր, որը ներդրում ունեցավ նրան, որ ես ապաշխարեցի։ Я даже не дочитал до конца этого послания, до 5 главы меня хватило, я понял, что без вариантов я должен покаяться. Եվ ես անգամ մինչև վերջ հասցրեցի կարդալ 5-րդ գլխից արդեն ես հասկացա, որ ես պետք է ապաշխարեմ։ Относительно введения к этой книге мы рассмотрим сейчас 4 таких пункта. Ներածության հետ կապված այս գրքի մենք հիմա 4 բաժին կամ կետ կուսումնասիրենք։ Автор, дата, получатели и цель послания. Հեղինակը, ժամանակը գրվելու, ովքեր ում համար է գրված, հասցեատերերը եւ նպատակը նամակի։
Относительно авторства, автором является Павел, и данный вопрос, он особо не оспаривается даже либеральными богословами, которые ставят под вопрос богодухновенность Божьего Слова. Եվ պետք է ասել, որ Պողոս Առաքյալը հանդիսանում է հեղինակը եւ այս հանգամանքը շատ մեծ քննարկության չի արժանանում, որովհետեւ անգամ լիբերալները, ազատական այդ ուսումնասիրողները չեն դնում հարցականի տակ Պողոս Առաքյալի հեղինակությունը, չնայած նրան, որ նրանք կարող են հարցականի տակ դնել Աստծո խոսքի աստվածաշունչ լինելը։ Поэтому само послание имеет внутреннее свидетельство и также подтверждено внешними свидетельствами и ранней церкви. Նամակը ունի ներքին վկայություն, հեղինակի մասին է խոսքը։ Նաև ունի արտաքին վկայություն ու վաղ եկեղեցու վկայությունը նույնպես։ Что касается получателей послания, то оно написано, адресовано церкви в Риме. Ինչ վերաբերվում է հասցեատերերին, այն ուղղված է եկեղեցում, Հռոմի եկեղեցում։ Кто знает, как эта церковь получила свое начало? Ով գիտի այդ եկեղեցին ոնց է սկիզբ առել։ Ну, католики, Вот. например, что скажут? Օրինակ կաթոլիկներին ինչ են ասում։ Այդ չգիտեմ կաթոլիկները ինչ են ասում, բայց առաջի հարցին երբ որ Պողոսը գործքում Հռոմ գնաց այդ ժամանակ Про католиков, что они говорят, не могу ничего сказать, но когда в Деяниях говорится, что Павел был в Риме, может быть, это ответ? Что в Деяниях говорится, Что он был в Риме? не совсем. Павел, да, он оказался в Риме, но это в конце Деяний апостолов. Չէ, ոչ այդքան, բայց ոչ այդքան, որտեղ Պողոսը այո Հռոմում եղավ, բայց արդեն ծառայության ուշ ժամանակաշրջանում։ Он пришел, скажем, он планировал прийти в Рим, но его туда привезли. Ինքը ծրագրում էր, որ գնար Հռոմ, բայց իրեն այնտեղ բերել են։ Это послание написано до этого, и церковь уже существовала. Եվ այս նամակը գրված է մինչև այդ պահը, երբ որ եկեղեցին արդեն գոյություն уներ։ Ну, католическая церковь, я думаю, будет утверждать о том, что Петр основал ее. Կաթոլիկ եկեղեցին կարծում եմ կպնդի, որ Պետրոս Առաքյալն է հիմնել, Но, вероятнее всего, она не основана ни одним из апостолов. բայց հավանականություն կա, որ այն հիմնված չի ընդհանրապես ոչ մի առաքյալի вրա։ Но мы можем предположить, читая вторую главу Деяний, что там в день Пятидесятницы присутствовали также и люди, пришедшие непосредственно из Рима. Երբ որ մենք կարդում ենք Կորտ Կարաքելոց երկրորդ գլուխը, կարելի է այնտեղ ենթադրել, որ նաև այդ իրադրության մեջ կային նաև այդ դեպքին ականատես էին նաև Հռոմից եկածները։ И церковь, как мы видим из послания, была смешанной, иудеи и язычники. Եվ ինչպես մենք տեսնում ենք նամակից, եկեղեցին խառն էր, այսինքն կազմված էր թե հրեաներից եւ թե հեթանոստերից։ Но если мы предположим, что церковь получила свое начало от иудеев, которые пришли на праздник в Иерусалиме, то первоначально, скажем так, церковь зарождалась среди иудейского общества в Риме. Եթե մենք վերցնենք այս տեսակետը, որ այդ ժամանակ Հայաստան եկած Հռոմի հրեաները, հա, Պենտեկոստեի օրը երբ որ կային, եթե այս կերպով դիտարկենք, կստացվի, որ նրանք հանդիսանում էին
Հռոմում այս Հռոմի եկեղեցու ձևավորող կորիզը եւ սկիզբը առել էր հենց Հռոմում գտնվող հրեա հավատացյալներից։ И потом фактически в церковь стали присоединяться также язычники, которые до этого обратились в иудаизм, боящиеся Бога, то есть верующие в истинного Бога, которые ходили в иудейскую синагогу, но не принимали обрезание. И потом просто язычники, которые слышали Евангелие. Եվ հետո արդեն եկեղեցուն միացավ հեթանոսների խումբը, միացավ աստվածավախների խումբը, աստվածավախները անվանում էին նրանց, ովքեր որ սկզբից դարձել էին ուդայականության, այսինքն գնում էին սինագոգ, չէին թլպատվել դեռ, ընդունում էին միակ ու ճշմարիտ Աստծո գոյությունը եւ հետո իրենք դարձան փաստորեն քրիստոնյա եւ իհարկե այն անհավատ հեթանոսները, ովքեր որ ավելի ուշ միացան եկեղեցուն։ И когда мы читаем Деяния апостолов, мы видим, что был эпизод, когда Кесарь изгнал всех иудеев из Рима. Դա Դիանիա։ Мгм. Եվ որ մենք կարդում ենք գործ կառաքելոցը, մենք տեսնում ենք, որ կայսրը այդպիսի մի պատահար կա, որ հрьяաներին վրընդում է Հռոմից, հա, վտանում է։ Это благодаря чему апостол Павел в Коринфе познакомился с Акилой и Прискилой. Եվ ահա թե ինչի շնորհիվ Պողոս առաքյալը Կորինթոսում ծանոթանում է Պրիսկիլայի եւ Ակիլասի հետ։ Поэтому мы можем сделать вывод, что во время гонения на иудеев единственная церковь в Риме, которая осталась, это были верующие из язычников. Եվ մենք կարող ենք դրա համար եզրակացնել, որ այդ հալածանքի ժամանակաշրջանում Հռոմի եկեղեցին բաղկացած էր փաստորեն բացառապես հեթանոսներից։ Потом прошло некоторое время, и гонения прекратились, было позволено иудеям вернуться назад, и поэтому те иудеи, которые были там частью этой церкви, уже, скажем так, пришли в церковь, которая уже в своем большинстве, наверное, состояла из язычников, а не из иудеев. Եվ դրա համար այդ հալածանքներից վերադարձած հрьяաներով, ովքեր որ արդեն հալածանքը վերջացավ, նրանք վերադարձան Հռոմ, պարզվեցին փոքրամասնության, պարզվեցին, որ նրանք փոքրամասնություն են տեղի եկեղեցում, որը արդեն այդ պահին մեծամասամբ բաղկացած էր հեթանոս հավատացյալներից։ И мы можем точно гарантировать, что, скажем так, вот эти перемены, они не так просты в практическом взаимоотношении членов церкви друг с другом, особенно когда речь идет между иудеями и язычниками. Եվ այս փոփոխությունները կարելի է ասել, որ եկեղեցում բերեցին ոչ հեշտ փոփոխությունների, մանավանդ եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է հрьяաների եւ հեթանոսների հարաբերության մասին։ Если провести какую-то аналогию, перед началом полномасштабного наступления некоторые верующие и служителя оставили все и выехали в Европу. Եթե նմանություն փորձենք բերենք, լայնաբաշտապ պատերազմական գործողություններից առաջ հավատացյալներից, ծառայողներից շատերը թողեցին ամեն բան եւ տեղափոխվեցին Եվրոպա։ И сейчас, спустя 4 года, церковь достаточно изменилась. Եվ այս 4 տարիների ընթացքում եկեղեցին բավականաչափ փոփոխությունների է ենթարկվել։ И даже если они вернутся, и некоторые вернутся точно, Եվ եթե նրանք վերադառնան եւ նրանցից ոմանք հաստատ կվերադառնան, мы можем гарантировать, что и на обычных членов церкви, и на служителей будут смотреть по-разному и воспринимать их по-разному. այդ ժամանակ արդեն սովորական եկեղեցու անդամներին էլ եւ ծառայողներին էլ արդեն
կընկալեն տարբեր եւ կվերաբերվեն տարբեր այլ կերպ։ И эти служителя, они также, ну, не будут иметь одинакового, скажем так, контекста в этом самом, в том опыте, который переживает эта церковь здесь на Украине. Եվ արդեն նրանք նույն ապրումները չեն կարողանա կիսել, նույն համատեքստում չեն լինի, ինչ որ Ուկրաինայի բնակիչները։ Поэтому, если это так, скажем так, на Украине среди, скажем так, одного народа, если будут определенные, скажем так, недопонимания и трения, то тем более мы можем гарантировать и понимать, что церковь, состоящая из иудеев и язычников, будет иметь определенные богословские вопросы. Եվ եթե միասեռ հասարակության մեջ, այսինքն եւ որ բոլորը ուկրաինացիներ են, այսպիսի խնդիր կարելի է ենթադրել, մենք կարող ենք ասել, որ այդպիսի խնդիրներ հաստատ կլինեին, աստվածաբանական եւ տարբեր խնդիրներ կլինեին այն եկեղեցու մեջ, որը որ բաղկացած էր տարբեր ազգություններից։ Плюс апостол Павел на своем опыте знал, что такие проблемы существуют в других церквях. По посланию Галатам написано ряду церквей, которые столкнулись с проблемой иудействующих, которые пришли, чтобы навязать закон как часть Евангелия. Նաև պետք է ասել, որ Պողոս առաքյալի փորձառության մեջ սա նոր բան չէր, կարելի է տեսնել նրա այլ նամակներում, օրինակ գաղատացիներին նամակում, երբ որ մենք տեսնում ենք մի շարք եկեղեցիներում կային այս հուդայականները, ովքեր որ եկել էին, փորձում էին օրենքը փաթաթել քրիստոնյաների վրա։ Поэтому мы видим, что апостол Павел в послании к Галатам решает как вопрос понимания Евангелия, так и взаимоотношения иудеев и язычников. И Деяния 15 глава также решает этот вопрос. Եվ մենք տեսնում ենք այնտեղ, որ Պողոս առաքյալը խոսում է ավետարանի ընկալման մասին, մենք տեսնում ենք նաև Գործք առաքելոց 15-րդ գլխում այս հարցի մասին, որ որոշում է կայացվում հրյաների ու հեթանոսների վերաբերյալ։ Поэтому это, скажем так, в определенном смысле апостол Павел действует в этом послании предупреждающе, зная, что такие вопросы, если уже не существует в церкви, то не скоро появятся. Եվ դրա համար Պողոս առաքյալը փորձառականով ասում է, որ այս նամակը գրելուց, որ եթե անգամ այդ պահին չկային այս խնդիրները, եկեղեցում դրանք հետագայում ի հայտ էին գալու։ Есть такой жук, я не знаю, как он, его называют бомбардир. Այսպիսի մի շատ կա ժուկ, հա, որը անվանվում է, չգիտեմ, երևի ավելի հարմար կերպով կարելի անվանել ռմբարկու։ И за Божьим замыслом у него там две отдельных таких компартмент, я не знаю. Եվ աստվածային մտադրությամբ, չգիտեմ, իր մոտ կա երկու առանձին, այսպես ասած, հատվածներ, հա, որ տեղակայումներ։ Если их смешать вместе, он взорвется. Եվ եթե այս երկուսը, որոնք առանձին են խառնես, ինքը կպայթի։ Ну, кажется, ну, церковь это такое место, где Бог способен объединить вещи, которые, ну, с человеческой точки зрения, ну, просто, ну, это очень опасное состояние, когда иудеи и язычники под одной крышей находятся. Եվ Աստված ունակ է միավորելու այն ինչ որ մարդը չի կարող միավորել, այսինքն խոսքը հրաների ու հեթանոսների մասին է,
մի եկեղեցու մեջ։ Цель этого послания. Նպատակը այս նամակի։ Я просил прочитать несколько раз это послание в нескольких переводах по возможности. Есть идеи, почему апостол Павел написал это письмо. Ես խնդրել եմ մի քանի անգամ կարդալ այս նամակը տարբեր թարգմանություններ օգտագործելով։ Ուզում եմ հարցնել կան մտքեր թե ինչի մասին է այս նամակը։ Հարց։ Микрофон. Ովնանջան միկրոֆոնը տանջատացա։ Ահա։ Հա, չէի բանանում։ Հա, դասախոսին ասա դասախոսին հիմա պատասխանեմ։ Сейчас будет ответ։ Հա, Ты с кем беседуешь? իսկ եմ։ Ուղղակի նայում եմ արդեն աշխատածի մեջ ինչ կա ձևակերպած, որ ոնց որ այդպես պատասխանեմ։ Քո աշխատությունն է, հա։ Հա ջան, հա, դասախոսային է, չէ՞, տվեք կարդալ։ Окей. Просто я смотрю, что есть в моем труде, чтобы мог сформулировать в одном предложении. Հիմա ոնց որ բայց այս րոպեին չեմ կարողանում գտնեմ մի վարքյան, փորձեմ տեսնեմ ուր կարա լինի։ Մի խոսքով, հա, չեմ կարողանում գտնել։ Не могу просто найти сейчас. Հա, Хорошо. Я думаю, можно выделить такие 4 основные цели. Ես կարծում եմ կարելի է 4 հիմնական նպատակ առանձնացնել։ Первое – это решение конфликтов между иудеями и язычниками. Առաջինը դա հрьяաների ու հեթանոսների միջև գոյություն ունեցած կոնֆլիկտի հարթումն է։ Читая это послание, мы можем видеть, как апостол Павел проводит параллель и делает утверждение, в чем есть разница и в чем разницы нет между иудеями и язычниками. Եվ ես կարծում եմ, որ այստեղ Պողոս առաքյալը բերում է թե ինչ հարցում կա տարբերություն հրեա եւ հեթանոսի միջև եւ ինչ հարցում չկա տարբերություն հրեա եւ հեթանոսի միջև։ Он использует эту фразу «иудеи и елены». Նա օգտագործում է այս արտահայտությունը հрьяաներն ու հույները։ И также мы видим, что он эту фразу использует не только в объяснении Евангелия с 1 по 11 главы, но и в практической части показывает, как в одной церкви в вопросах второстепенных или в вопросах религиозной свободы верующие могут находить мир между собой. Եվ նաև կարծում եմ ոչ միայն առաջի գլխից սկսած երբ որ խոսում է ավետարանի մասին, այդտեղ է հիշատակում անում հրեա եւ հեթանոսի մասին, նաև կարծում եմ, որ քննարկվում է հարցը կրոնական ազատության թեմայի հետ կապված, երբ որ նա խոսում է գործնական հարցերի մասին, թե ինչպես կարող են ազատություն ու համերաշխություն ունենալ այս երկու խմբերը այդ հարցերի շուրջ։ Также в этом письме он сообщает Римской церкви о своих планах прийти к ним. Նաև այս նամակում նա Հռոմի եկեղեցուն հայտնում է իր ծրագրերի մասին, որ նա ցանկանում է գնալ այցելել Հռոմ։ Поэтому своего рода это письмо является, скажем так, заочным знакомством с церковью. Դրա համար կարող ենք ասել, որ այս նամակը իր ուրույն կերպով հանդիսանում է այսպես ավելի մտերմության, ծանոթության փորձ եկեղեցու հետ։ Поэтому
скажем так, Павел посылает вперед, скажем так, свое резюме, вот Евангелие, которое я проповедую. Եվ դրա համար, այսպես ասած, Պողոսը իր անցյալն է, հա, բերում իր ծառայության հետ կապված, ներկայացնելով, թե ինչ ավետարան է, որ նա քարոզում է։ Я думаю, это хороший метод взять себе на вооружение, когда мы оказываемся в какой-то другой церкви. Я думаю, прежде всего мы можем заложить хорошее основание, наполнив Евангелие, которое мы все исповедуем. Ես կարծում եմ, որ մենք պետք է օրինակ վերցնենք, սա լավ բան է վերցնենք մեր զինանում ունենանք, զինանոցում, երբ որ հայտնվենք մի անծանոթ եկեղեցում, լավ հիմք կարելի է դնել նրա վերաբերյալ ինչ որ մենք դավանում ենք, այսինքն ավետարանի մասին։ Потому что, ну, в любой церкви есть какие-то традиции или вещи, которые, ну, церковь делает по-другому, чем ваша. И если начать разговор о разнице, то, может быть, дело до чая не дойдет. Ես կարծում եմ ամեն եկեղեցի ինչ որ բաներ ունի, որ տարբեր է անում, այսինքն դուք երբ որ գնում եք անծանոթ եկեղեցի կգտնեք այնպիսի բաներ, որոնք որ ձեր մոտ չեն արվում կամ հակառակը։ Եվ սա խոսում է ավանդության մասին, ամեն եկեղեցի իր ավանդություն ունի եւ եթե կենտրոնացումը լինի բացառապես այդ տարբերությունների վրա, բանը թեյ խմելուն չի հասնի։ И еще одной целью является то, что апостол Павел планировал использовать церковь в Риме в качестве такого плацдарма для своей миссии и финансовой поддержки в проповеди Евангелия в Испании. Նաև Պողոս Արաքյալը ուզում էր օգտագործել որպես անցումային կետ Հռոմը, թե անցնելու հետ կապված, թե նաև ֆինանսական օգնություն ակնկալելու համար, որպես հետո կարողանա Իսպանիայում քարոզի ավետարանը։ Поэтому фактически, скажем так, он стратегически планирует и ищет партнеров, которые могли бы быть соучастниками в проповеди Евангелия людям, которые еще никогда не слышали Евангелия. Արդյոք նման էր գալիս գործընկերներ, ովքեր որ իր հետ կլինեին ու իր հետ կաշխատեին նրանում, որ ավետարանը քարոզվեր այն հատվածներում ու այն մարդկանց, ովքեր դեռ չէին լսել դրա մասին։ Поэтому своего рода это также такое, скажем так, миссионерское послание с просьбой о возможной поддержке и участии в проекте проповеди Евангелия там, где его не слышали. Դրա համար կարելի ասել նաև սա որպես միսիոներական մի աշխատություն է իրենից ներկայացնում, որը ման է գալիս օգնություն այն բանի համար, որ ավետարանը քարոզվի այն հատվածներում, որտեղ ավետարանը դեռ չի ասել, չեն լսել մարդիկ։ И четвертая цель – это укрепление церкви через понимание Божьей праведности. Եվ չորրորդ նպատակը եկեղեցին հիմնելը, պնդացնելը Աստծո արդարության ընկալման մեջ։ Как мы дальше увидим в своем прологе, апостол Павел говорит: «Я хочу утешиться с вами общей верой вашей и моей». Եվ մենք հետագայում կտեսնենք, նա իր ներածության մեջ խոսում է, որ ուզում է համընդհանուր հավատի միջոցով մխիթարություն գտնել իր եւ այդ եկեղեցու։ И это показывает, что апостол Павел, он хотел обогатить и ободрить церковь в Риме, но в то же самое время самому получить ободрение от верующих. Մենք տեսնում ենք, որ Պողոս Արաքյալը ինքն էլ ուզում էր քաջալերել, հարստացնել Հռոմի եկեղեցին եւ նույնպես ինքն էլ փոխադարձ Հռոմի եկեղեցուց ստանար քաջալերակ եւ աջակցություն։ И, конечно же, говоря о цели этого послания, Римлянам 1:16-17,
является ключевым текстом, который, вероятнее всего, вы знаете наизусть. Եվ խոսելով նպատակ Այս նամակում առաջին գլխում հանդիպող 16 եւ 17-րդ համարները И հանդիսանում են самым այն կորիզը, որ ամենայն հավանականությամբ դուք անգիր արդեն դրանք գիտեք։ звук немного пропадал. И там мы читаем, что... Мгм. Այս նամակում առաջին գլուխ 16-17-րդ համարները հանդիսանում են այն կորիզը, որի շուրջ պտտվում է նամակը, որ վստահ եմ դուք անգիր կիմանաք այս հատվածը։ И фраза «праведный верою жив будет» является ключевой в понимании Евангелия. Եվ այս արդարը հավատքով կապրի արտահայտությունը հանդիսանում է բանալին ավետարանի ընկալման համար։ Если вы откроете 16 стих, я хотел бы знать, как в вашем переводе 17 стих переведена фраза «в нем открывается что?» Праведность Божия. Праведность или правда? Это очень сложно сказать, если речь идет об армянском языке. Вот, я хотел и уточнить вот это слово, которое здесь используется, как оно, какое его значение? Это и то, и другое может быть, или же это праведность больше, или... Արդարությունն է գրված, դա այլն Արդարությունն է, դրա համար եմ ես իրան այդ պահը ասում եմ, էլի, որ что вы хотите донести? Можете сказать, может быть, и тогда я могу... Ну, в синодальном тексте есть небольшая проблема. Поскольку данный перевод сделан там, в 1876 году. Ինչի համար եմ հարցնում սա, որովհետև սինոդալ թարգմանության մեջ ռուսերենում, քանի որ 1860-ականներին է եղել թարգմանությունը, մի փոքր խնդիր կա։ То русский язык, он меняется, как любой другой язык, с Ինչպես течением времени. ցանկացած լեզու ռուսերենն էլ փոփոխության է ենթարկվում։ И поэтому сейчас в современном русском языке слово «правда» означает «истина». Դրա համար հիմիկվա ռուսերենի մեջ այդ բառը նշանակում է ճշմարտություն։ Но 100, сколько это уже прошло, 150, грубо говоря, лет тому назад, речь идет не об истине, а о праведности. То есть, получается, у нас сохранилась эта идея. Праведность. Да. То есть, отлично. не в смысле истина. Мгм. Եվ եթե վերցնենք, այսպես ասած, 150 տարի է, հա, որ անցել է սինոդալ թարգմանության վրայից, որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն արդարությունը փոխարինվել է ճշմարտության այդ բառի ընկալումը, հա, սերունդների մեջ։ Ну, я думаю, что обычно все более современные буквальные переводы будут иметь перевод «праведность», и это не есть какая-либо проблема. Եվ ժամանակակից մեծ թարգմանությունների մեծ մասը կունենան հենց այս տարբերակը, այսինքն ոչ մի խնդիր չկա։ И когда был сделан синодальный перевод, все это слово понимали как праведность. Եվ երբ որ սինոդալ թարգմանությունը եղավ, այդ բոլոր մարդիկ այդ բառը հասկանում են որպես արդարություն։ Ну и для нас главное также понимать, что ключевую роль играет не синодальный перевод, а греческий текст, в котором используется слово праведность. Եվ մենք պետք է հասկանանք, որ ոչ թե սինոդալ թարգմանությունը մեր համար որոշիչ է հանդիսանում, այլ հունարենը, որտեղ որ հենց արդարություն բառն է հանդիպում։ Но если вы будете свидетельствовать и объяснять Евангелие религиозным людям, которые читают синодальный перевод, то это тот нюанс, который вам необходимо будет объяснить. С кафедры или лично. Եթե դուք զրուցեք
կրոնական մարդկանց հետ, ովքեր որ կարծում են սինոդալ թարգմանությունից, այս պահը պետք է ինձ մոտ բացատրեք։ Также давайте поговорим относительно краткого плана этого послания. Նաև եկեք կարդ սխեման նայենք այս հակիրճ ձևով, հա նայենք թե ինչ կերպ է կառուցված այս նամակը։ Ну, мое желание, моя молитва, чтобы вы чувствовали себя в послании к римлянам как рыба в воде. Իմ ցանկությունն ու աղոթքն է ձեզ համար, որ դուք հռոմացիների մեջ զգաք ինչպես ձուկը ջրում։ Я думаю, если вы меня в 3 часа ночи разбудите, я вам расскажу план без проблем. Ես կարծում եմ, որ եթե դուք ինձ գիշերվա հասնեք կառուցված առանց խնդրի։ Ну, это благодаря тому, что я неоднократно прочитал это послание, изучал его, учил наизусть, переводил, я не знаю, сколько курсов послания к римлянам в разных семинариях. Եվ դա նրանից է, որ ես շատ անգամ կարդացել եմ, մտորել եմ, քարոզել եմ, շատ տարբեր սեմինարիաներում թարգմանել եմ, տարբեր կուրսեր այս թեմայի հետ կապված։ Поэтому, по крайней мере, краткий план, я думаю, следует знать любому проповеднику. Դրա համար կարծում եմ, որ գոնե այդ ամփոփ կառուցվածքը ցանկացած քարոզիչ պետք է իմանա։ Я надеюсь, что к концу этой недели у вас будет целостная картина того, как апостол Павел логически поясняет Евангелие, и вы будете знать основные разделы. Եվ ես կարծում եմ, որ այս շաբաթավերջում դուք արդեն ձեզ համար բարձ կլինի, հստակ կլինի, թե ինչպես է Պողոս Առաքյալը այս նամակի տարբեր բաժիններում բացատրում բանական հերթականությամբ ավետանի էությունը եւ ձեզ համար այն դժվարություն չի լինի։ Делаем перерыв и потом рассмотрим план. Ընդմիջենք ու նայենք այդ կառուցվածքը։